Վերջերս Նոբելյան դափնեկիր Աճեմուղլուն հարցազրույցներից մեկում նշեց, որ հետսովետական բոլոր պետությունների շարքերում Հայաստանն ուներ բոլոր հնարավորությունները դառնալ առաջին լիգայի պետություն, հզոր ինստիտուտներով ու հարուստ տնտեսությամբ։ Իհարկե ունեին, թերևս հետսովետական փոքրիկ Հայաստանն ուներ հսկա արդյունաբերություն, իր հասարակություն, 20,000 գիտնական, հսկա գործարաններ ու հաղթանակած բանակ։ Ցավոք փոքրիկ Հայաստանում քիչ չէին նաև ստամոքսապաշտ շուստրյակները, որ չեզոքացրին բարոյական այրերին ու նեզրկեցին հայ ազգին, ծախեցին հաստոցները, քշեցին գիտնականներին ու կերան հայ ազգի ապագան։ Շուստրյակները հենց այնպես չառաջացան։ Նրանք կորզող ու հարստահարող համակարգի հետևանքն ու ծնունդն էին։ Այն համակարգի, որում մենք դեռևս ապրում ենք, ու այն համակարգի, որի ներկայացուցիչներն են Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը ու այժմ Փաշինյանը։ Այժմ քաղաքական դաշտում պայքար է գնում հենց այդ համակարգը հեծնելու համար, ու յուրաքանչյուրը հայտարարում է, թե ունի այս ծանր իրավիճակից դուրս գալու բանալին։ Բայց չխաբվենք, լուծում չկա այն համակարգում, որտեղ խնդիրն առաջացել է։ Խնդիրը հենց համակարգն է, իսկ իրենք չեն պատրաստվում նոր համակարգ ստեղծել։ Լուծումը այդ համակարգային պարադիգմից դուրս է գտնվում։ Երբեմն ինձ ասում են, թե նախկիններին մի քննադատի Նիկոլի Ջրաղացին է ջուր լցնում։ Որոշները միամտաբար են դա ասում, այլոք ունեն կոնկրետ շահ։ Հարգելիներս, Նիկոլի Ջրաղացին նախկիններից լավ ջուր լցնող չլինի ու հակառակը։ Նայեք ինչ է կատարվում Գյումրիում, նայեք ինչ է կատարվել 30 տարից ավելի ողջ Հայաստանում։ Ինչ եք կարծում, մենք ավելի լավ իրավիճակ ենք ունենալու նախկին իշխանություններից որևէ մեկի վերարտադրման պարագայում։ Այլևս մարտի 1 չի կրկնվելու, չեն կեղծվելու ընտրությունները, չի տիրելու կրիմինալ անարխիան, հայ մարդը չի ճնշվելու սեփական հողում ու ստիպված արտագաղթի, լավ էլ լինելու է ու առավել գրոտեսկային տեսքով, քան նախկինում ու այժմ։ Ու նայեք այն անամոթներին, որ 30 տարի շարունակ դեգրադացնելով ու մարգինալացնելով հայ մարդուն, այժմ սկսել են պիտակներ կպցնել ու մեղադրել ամեն բանում։ Իրենք հոյակապ ղեկավարներ են եղել, ժողովուրդը բանի պետք չէ։ Նիկոլ Փաշինյանին սրանք են պահում իշխանության, ու Նիկոլ Փաշինյանն է սրանց վերակենդանացրել ու պահում որպես հաստիկային ընդդիմություն։ Մեկն առանց մյուսի չեն կարող գոյություն ունենալ։ Հայ ազգին մեծ մտածող պետական այրեր են անհրաժեշտ, ոչ թե գավառամիտ օպորտունիստներ ու օտարահպատակներ։ Սրանց բոլորի միտքը գիտենք, սրանց պատալոկը ապօրինի տարածք զավթելը, փանկ բացելն ու լոլիկ արտահանել։ Մինչդեռ արդի աշխարհը լցված է արհեստական բանականության ու տեխնոլոգիաների զարգացմամբ ու իննովացիաներ բացահայտելով։ Մենք ինչ ենք անում։ Արդյոք մենք չենք կարող անել ավելին։ Անհրաժեշտ է քաղաքական սերնդափոխություն։ Նոր սերունդը պետք է գա փոխարինելու հներին ու ներկաներին ու վերակերտի մեր երազանքի Հայաստանը, որ սրանք միասին են քանդել։ Հայկական պետությունը պետք է ծառայի ողջ հայ ազգին, ոչ թե մի քանի թայֆաների հարստացմանը։ Իրենց պապուտնից չեն բերել այս պետությունը։ Պետությունը պատկանում է հայ ազգին։ Տեսանյութի սկզբում ես նշեցի, որ Դարոնը համոզված էր, որ Հայաստանն 90-ականներին ուներ շանս։ Ի տարբերություն Դարոնի ես ոչ միայն համոզված եմ, որ մենք շանս ունենք 90-ականներին, այլև ես համոզված եմ ու հավատում եմ, որ մենք շանս ունենք այսօր։ Այդպես է ստացվել, որ ես մի քիչ շատ հավատով մարդ եմ։ Հավատում եմ մեր ազգի ստեղծարար մտքին ու ոգուն։ 21-րդ դարը կարող է մերը լինել։ 21-րդ դարը պետք է մերը լինի։ Հայկական պետությունը պետք է ծառայի ողջ հայ ազգին, այլ ոչ թե մի քանի թայֆաների հարստացմանը։